Մեր շարժումը իր հիմնական նպատակին չի հասել ու դա պետք է մենք անկեղծորեն արձանագրենք, որովհետև ի սկզբանե մենք նշել ենք, որ մեր հիմնական պահանջը նա է, որ պետք է տրանսպորտի մեկ ուղևորատոմսի համար գինը 100 դրամից ավել չլինի։ Ամեն դեպքում նաև մենք ականատես եղանք, որ հանրային լայն ճնշումների ներքո քաղաքային իշխանությունները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ, ի սկզբանե այս 150 դրամանոց ուղևորատոմսը չկար, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ թանկացումը փոքր-ինչ մեղմվել է, բայց մենք որպես շարժում, որպես քաղաքացիական նախաձեռնություն պետք է հանրության Երևանի բնակիչների հետ անկեղծ լինենք եւ ասենք, որ ոչ միայն մեզ, այլ նաեւ մնացած քաղաքական ուժերին չհաջողվեց անել այնպես, որ հանրային ճնշման ներքո այդ 100 դրամանոց սակագինը չբարձրանա։ Ներողություն, հանրային ճնշումը չէր այնքան բարձր, թե այդուհանդերձ քաղաքային իշխանություններ համար ինչպես է գնահատում։ Քաղաքային իշխանությունները իհարկե համառ էին, իրենք նաեւ տիրապետելով ահռելի մեդիա ռեսուրսների կարողացան մի այնպիսի իրավիճակ ստեղծել, որ օրինակ չվճարելը առաջացնում էր ամոթի զգացում։ Իրենք այնպես էին քարոզչությունը կառուցում, որ քաղաքացին ինքը պատրաստ էր չվճարել, ինքը նաև համաձայն չէր այս թանկացման հետ, ինքը նաև տեսնում էր, որ օրինակ սա բարեփոխում չի, սա կիսատ պռատ ինչ-որ փոփոխություն է, որովհետև բարեփոխումը իրենից ենթադրում է ընդհանուր համալիր գործողությունների շարք ու բարեփոխման արդյունքում պետք է մենք տեսնենք ամբողջական փոփոխություն, բայց դա չտեսանք, տեսանք կիսատ պռատություն, տրանսպորտի կամ որևիցե գույքի գնումը բարեփոխում անվանելը դա ուղղակի ճիշտ չի։ Մեր քաղաք, որը կարծես պետք է վաղուց անցյալում լիներ, դա եւս էլի ճնշումների գործիքներից մեկն էր, երբ որ ինչ-որ անհայտ անձինք առանց որևէ համազգեստի, առանց որևէ լիազորության նույն ավտոբուսներում սկսում էին ճնշել քաղաքացիներին, սպառնալ քաղաքացիներին, հա, ավելի այսպես գողական քրեական բարքերով ճնշում գործադրել, չունենալով որևէ հստակ լիազորություն քաղաքացիների համար, մեր համար էլ մինչև հիմա պարզ չի եղել, թե այդ մարդիկ ովքեր էին, ով այդ մարդկանց բերել, ով է իրանց լիազորություն տվել քաղաքացիների հետ այդ կերպ վարվելու, հա։ Եթե ցենց ընդհանուր ամփոփենք, այս հակաժողովրդավարական ոչ մասնակցային, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու գործելակերպը դրսևորվել է հենց ամենասկզբից սակագների վերաբերյալ որոշումների կայացման պահից եւ շարունակվել է հանրային այս դժգոհության բողոքի ամբողջ ընթացքում, փորձելով ամեն կերպ հակաժողովրդավարական պրակտիկաներով խոչընդոտել քաղաքացիների լիարժեք ու արդարացի մասնակցությունը իրենց հուզող խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման։ Նաև քաղաքացիների ակնկալիք ու պահանջը մեզնից ազդարարում ենք նոր նախաձեռնությունը Երևան 782 անունով, որը ունենալու է ավելի լայն օրակարգ եւ դրա մեջ նաև ընդգրկված է լինելու տրանսպորտի հիմնահարցը, բայց ավելի համալիր որպես հարց, այսինքն ոչ միայն ուղևորցը, այլ նաև ընդհանրապես կանգառների կահավորումը, խցանումները եւ ընդհանրապես հաշվի առնելով, որ այս շրջանում Երևանի քաղաքային իշխանությունները բազմաթիվ խոստումներ են տվել քաղաքացիներին, մենք նաև հետեւողական ենք լինելու, որպեսզի այդ խոստումները կատարվեն։